Բարի երեկո ժողովուրդ ջան։ Էս բանակցողը պարզապես AI-ով է հաղորդակցվում մարդկանց հետ։ Ինչպես է բանակցելու Ալիևի հետ, Թրամփի հետ։ Դե բոլորս էլ հասկանում ենք, որ դա ժամանակի խնդիր է, երբ իշխանափոխություն կլինի, այդ քաղաքական բռնաճնշումները այլևս չեն լինի, ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ մնացած քաղաքապետարների նկատմամբ, եւ համ բոլորը ազատ կարձակվեն, համ էլ արդեն Սամվել Կարապետյանը ազատության մեջ կլինի ու այդ խնդիրները կմնան անցյալում։ Минуточку. Помедленнее. Я записываю. Որսարե։ Ախպեր ջան, հələ հարցը նորից լսի։ Լսում եք նորից։ Էս բանակցողը պարզապես AI-ով է հաղորդակցվում մարդկանց հետ։ Ինչպես է բանակցելու Ալիևի հետ, Թրամփի հետ։ Լսար ախպեր ջան ինչ հարց է տալի։ Լավ, արի թարգմանեմ։ Он спрашивает: как он будет вести переговоры, если он общается с народом с помощью AI? ИИ. ԱԲ. Մենք մի հատ ընդդիմություն ունենք։ Դե շատ այդ տեսակներ ունենք, բայց մի հատ ունենք ամենտեղ համապատասխան բառն է օգտագործում։ Համապատասխան։ Կոմոդ ժամանակի հարցը այնպեսին, ինչպեսին, ժամանակի հարցը այնպեսին, ինչպեսին։ Նարեկ ջան, արի ես քեզ պատասխանեմ։ Ինչ է կատարվելու, եթե իրանք գան իշխանության։ Ուրեմն Տրամպը մի անգամից Եվրոպայի հետ գնում է օտպուսկ, ախպեր, ոնց որ են բգոն աստուն գրգեց օտպուսկ, այդտենց։ Ստեղ ոչ մի եվրոպական, ոչ մի ամերիկյան խաղեր այլևս չի լինելու, որ իրանք մի հատ էլ դնեն, բանացեն։ Առավել եւս հայերենի կարիք չի լինելու, որովհետեւ էսի դառնալու անհամենը գուբերնիա, մի հատ sense կալոշի մնացոտ էլի, այս երկիրը դարձնելու են, չգիտեմ, մի հատ սրտովկար, համբալների երկիր, sense ասեմ։ Ով կտեղավորվի, կգրփի, իհարկե ռուսը կորոշի ով կտեղավորվի ու քանիսով կտեղավորվի։ Ու всё ախպեր, մեր պատմությունը, մեր Հայաստանի Հանրապետության պատմությունը կգրենք մի հատ ճմրթած, վրեն կոֆե թափած, թղթի վրա, դեղնած թղթի վրա, ինչպես Ռաֆայել Մնացականյանը ասեց մի օր։ Ու ինչքան էս միլիարդավոր էս ծրագրեր կա, սա կգնա զուգանի թուղթ կդառնա։ Որովհետև ռուսը երբեք թույլ չի տա, որ մեր պետությունը զարգանա, այս մնագամիլիարդներ պրոգրամաները, ծրագրերը սա կգնան օտպուսկ։ Ու ժողովուրդը հետո մատ այսենց ուտելով, տրծելով ձերքերը կփորձի ինչ որ մի բան փոխվի, ֆիկ վիդիտ, որտեվ այս անգամ արդեն դաժան լինելու։ Հենց այդ նույն, այդ բողոքող, այդ նույն առավոտից իրիկուն Փաշինյանի տուն մտնող հելնողները սաղորը իրանց տանը իրանց եղունգներն են կրծելու։ Թե ես ինչ արեցին։ Իհարկե թոշակները կարող է 5000 բարձրացնել կամ 10000, բայց ամեն մի օպերացիան, ամեն մի բժշկությունը միլիարդներ է նստելու ձեր տատերի պապերի վրա։ Ու ես մի բան կարամ ասեմ, որ եթե նման բան անի իմ ժողովուրդը, ուրեմն քիչ է այս ժողովրդին, ուրեմն այս ժողովուրդը արժանի չի պետություն ունենա, պետականություն ունենա, ընդհանրապես իրան մարդը զգա, որտեվ ոնց հասկացա սովորել է էլի երևի 7 դար թուրքի տակ, մի դար ռուսի տակ, 30 տարի էլ այս թալանչիների տակ, արդեն սովորություն է դառնում էլի ոնց հասկացա։ Լավ, հիմա ասեմ մի հատ մեկին տեսել եմ ինտերնետում, ուզում եմ մի հատ հիշեմ։ Այս տղային։ Այս նորաձևիստի հետ չեմ, այս դաղկոմ այս բժիշկ էր, ինչ էր, ստամոքսի մասնագետ էր, ինչ էր։ Վայ հորս արև, արա ոնց եք դուք կարողանում ձեր դեմքերը տենց փոխեք, տենց կերպարանափոխվեք, տենց դրոշներ փոխեք, ոնց հաստատվում ձեր մոտ։ Մի հատ է տեխնոլոգիաների մասին մեզ էլ պատմեք, էլի հասկանանք, գոնե ձեզ հասկանանք, որպեսի կողքներով տանցնենք, մարդու տեղ դնենք, էլի։ Ասենք այդ ոնց հաստատվում, որ դու բժիշկ ես, ինչ ես, ստամոքսի մասնագետ ես, ինչ ես։ Հելել է իր հեղափոխությունը Իրանում, ում դեմ է Իրանում, կասես։ Նրա դեմ, որ հիմա բերում ես նորից։ Դու լուրջ ես ասում, նենց հպարտ ես կանգնած։ Այսինքն դու հեղափոխություն արեցիր, որպեսի քո երկիրը նորմալ ապրի, որպեսի արդարություն տիրի եւ այլն։ Չգիտես խի այդ արդարությունը քո աչքերից վրիպեց էլի, գնացիր մտար պահպանակների մեջ, առանձին sense ինչ որ խումբ կազմեցիք, իբր հայ էլի, այնպես թույն հայրենասեր հեղափոխականներ եք։ Հետո տեղից էլ ինչ որ մի ձևի պալաստացիր։ Չգիտեմ ինչ կերար, որ չմարսեցիր էլի, ստամոքսի մասնագետ ես։ Հիմա էլ արդեն նոր ձևիցների մեջ ես։ Ես գիտեմ, որ մեր պետության մեջ լիքը խնդիրներ կա։ Գիտեմ, որ ամենագերհզոր պետությունների մեջ էլ այդ խնդիրները կան, լիքն են, ու լիքը մասակա, որ գոհ չի իր ղեկավարությունից։ Բայց ես ուզում եմ քեզ հասկանամ, էլի իրոք հասկանամ, դու ինչ գործ ունես вообще նոր ձևիցների հետ, եթե դու հեղափոխություն ես արել, եթե դու հեղափոխական պահպանակների մեջ էիր, դու ինչ գործ ունես ձևիցների հետ։ Կասես։ Հիմա որ ես Մերի Տոմոյանս դնեմ, մտածեմ, որ փողի հարց ասեն ընդամենը։ Մեղավոր կլնեմ։ Բա դու հելել ես հեղափոխություն ես արել նոր ռուսի դեմ, որ քո երկիրը երկիր դառնա, որ անկախ լինի։ Հիմա ինչ ես իմ երկիրը ուզում տանես ինձ, чисто спортивный интерес, էլի у меня։
Ինչի՞ ես այդպես բաներ անում, էլի, ասենք կամ դրանից հետո տենց հպարտ ո՞նց ես կանգնում, այ մարդ։ Մի հատ ինձ այդ ամեն ինչը բացատրեք, էլի։ Ես հասկանամ, որովհետև դուք շատ հեշտ եք ապրում։ Ես եմ դժվարությունների մեջ, որովհետև այդ հպարտությունը, այդ պատիվը, այդ թասիվը պահել է այս աշխարհում, շատ բարդ է։ Իսկ դուք շատ հեշտ եք ապրում, sense շատ հեշտ փոխվում եք, դերոժ եք փոխվում, մեկ ռուսամեդ եք, մեկ չեմ իմանում ինչա մեդ եք։ Այ մարդ մատ բացատրեք, էլի, այդ ո՞նց եք այդ հեշտ կյանքը դուք վայելում։ Անենց հպարտ դեմքով իր նկարվի տնաշեմ, տեսնողը կասի առողջապահություն նողորորնո։ Բա ոնց հասկացա շատ հեշտ խափնվող ես, շատ շուտ խափնվող ես, որովհետև դու եթե քեզ խափված չզգայիր, դու ստեից ընդ չէիր թռնի անընդհատ։ Մեկ ստեղ ես, մեկ ընդեղ ես։ Հիմա որ դու խափնվել ես այսքան ժամանակ, ասենք որ դե ժողովուրդը վստահ լինի, որ հիմա էլ չես խափնվում։ Կարաս մի հատ ասես, հասկանանք էլի, ասենք։ Ճիշտ է, դու քեզանից բան չես ներկայացնում, ընդհանրապես այնց ոնց որ ասում եք, տակություն փոխող չես, հա, բայց սուրովն էլի։ Ճիշտ ասում եմ, իմ մոտ սպարտիվնի ինտերեսա ոնց է ձեր մոտ էդի ստացվում։ Իմիջիալից էզոտերիկները ասում են, որ ստամոքսի խնդիրներ, ընդհանրապես ստամոքսի մասնագետները դիեզերքից եկած ինֆորմացիան շատ սխալ են վերլուծում, դրա համար էլ ստամոքսի խնդիր են ունենում։ Ընդհանրապես ստամոքսի մասնագետները շատ մեծ նման խնդիրներ ունեն։ Ստամոքսի ու աղիքների նման մասնագետները նոր ինֆորմացիան շատ ծանր են մարսում, շատ սխալ են մարսում, դրա համար էլ ստամոքսի եւ աղիքային խնդիրներ են ունենում։ Ու նման մասնագետները, որ ընտրում են նման մասնագիտություն, ուրեմն իրանց մեջ այնքան մեծ է այդ խնդիրը, որ իրանք փորձում են աշխարհը փրկել, մարդկանց փրկել այդ հիվանդություններից։ Բազիժ ջան։ Հերիք չի շուտ խափնվող ես, հələ մի բան էլ այդ ընկերոջը հետ գյուղն քաղաքը չեք տարբերում։ Գյումրեցիները լավ պատասխանեցին, լքիչ պատասխանեցին։ Իսկ հիմա այն անուն ազգանունները չասեմ էլի ջոգիկ, որ ասում են, այդ խի սաման որ զենք էր առնում ղրգում, այդ ժամանակ երկխաղացիությունը լավ էր։ Իսկ հիմա որ ուզում է ղեկավար դառնա, վարչապետ դառնա, արդեն երկխաղացիությունը խանգարում է։ Ուրեմն նման պուստիշկեքին շատ մեղմ եմ ասում։ Ուրեմն ես մի բան կասեմ։ Երկրի սահմանադրությունը հենց ասում է նրա մասին, որ նման մարդ իրավունք չունի, պրոստեն որ ասում է տուպոյի իշո տուպեի բացատրեմ էլի դրանց։ Երկրի սահմանադրությունը ասում է հենց այդ մասին, որ այլ պետության քաղաքացին իրավունք չունի դառնա վարչապետ, հենց մենակ նրա համար, որ այլ պետության շահերը ստեղ խաղ չտա։ Հասկացաք։ Երկրորդը, այդ որդ կարակ բերեք ապացուցեք, որ սաման փողա տվեք, կամ էլ զենքա բերել մեր երկրի համար։ Կարակ ինչ որ մեկը, թե գրելով է մենակ։ Հա՞։ Այդ Արա Աբրամյանն էլ որ հելնում էր ասում էր, «Պա, փողեր եմ ղրգում եւ այլն»։ Նա Արա Աբրամյանը թող բերի ապացուցի, որ ինքը մի կոպեկ փող ա դրել այդ գործում։ Մի կոպեկ։ Այդ որ հայությունից հապկում են, ղրգում են իրանց անունի տակ, դա չի նշանակով որ իրանք են արել։ Ես ուզում եմ փաստեր, ախպեր, բերեք փաստեք, որ սաման ինչ որ բան ա արել։ Պատերազմի ժամանակ բերեք փաստեք։ Մենակ գրելով չի։ Եղավ։ Զենքն էլ հոասեղ չի։ Դպրոցի պայուսակ չի, էլի։ Բերելուց պետք է զգալ մեկը, տեսներ ինչ որ մեկը։ Թող պնեից մի հատ թուղթ բերի, որ ինքը պնեին զենք է հանձնել։ Եթե դուք տանում եք ձեր են ինչ որ կամավորներ են, են դրանց բաժնում եք, դա ձեր խնդիրն է։ Եթե դուք պետությանը չեք տալիս։ Էդի չգիտեմ, լիքը լոդերներ կա, նստած է, իր պապու հայաթը նկարում է, ասում է բանա։ Ինձ զենք ղրգեք, որտեվ ես սամանին եմ կանգնած։ Սփյուռքը ղրգում է։ Հետո էլ սփյուռքը մունա թա գալի թե բանը, այսքան բան եմ արել։ Ում ես արել, կոնկրետ ում ես արել։ Կոնկրետնը, կամու։ Այդ պատերազմի ժամանակ Ռուսաստանում ինչքան բլոգեր կար, սաղ փողերի չարխերի մեջ էին։ Դրա համար պատերազմը հենց ավարտվեց, սաղ կզան Facebook-ի տակ։ Սաղին քաշեցին Facebook։ Դրա համար սաղ դառան հականիկոլական, հակահայկական, հակապետական։ Սաղ փողի մեջ էին։ Սաղ փող էին հավքում։ Օգնություն վիճիլի։ Ու անուն էին հանում։ Ռուսաստանից մենակ ես եմ եղել, որ ոչ մի կոպեկի հետ առնչություն չեմ ունեցել։ Դրա համար ոչ մեկին չի զանգյասել, լարի կաբինետ։ Լեյտենանտում ես պաշտպանում։ Վզից չեն կարողացել դնեն։ Դրա համար էլ միջև այսօր լոչվում են մի այլ կարգի Ռուսաստանից ու Բելարուսիայից ու եսին որ քամբախներից, իրանց սպտկարներից։ Ու այդ պետությունը ինչքան էլ սատկի, ինչքան էլ իր ժողովուրդը տարապի, ստրուկները ծառայելու են ռուսին։ Ու եթե ստրուկները սենց ծառայում են ռուսին, դուք պատկերացրեք մեր երկրի հետ ինչ են անելու։ Բժիշկ, քեզ եմ բացատրում։ Դրա համար արյան գնով էլ լինի, պահելու ենք մեր պետությունն ու պետականությունը ոչ մի ռուսամետ չի դառնա ղեկավար։ Չի դառնա։ Ես նորից եմ կրկնում։ Արյան գնով էլ լինի, դա թույլ չենք տալու։ Իսկ այն հոգնածները, այն պրոստիտուտիեքը, որ գրում են քիչ մնաց քեզ մերի, քիչ մնաց, այսինքն իրենք որոշել են, էլի, որ ես այս տարի վերջին իմ ծնունդը նշեցի, ուրեմն լսեք ոչխարներ։ Իմ բերանը երբեք չի բացվել, ձեզ ահաբեկեմ, ասեմ քիչ է մնացել ձեզ։ Խի, այդքան լավն եք դրա համար, ոչ, ուղղակի տարբերություն ձեզ, մենք հայ ենք։ Հասկացաք։ Օլուղներ։